Ինչ պետք է ասենք, մեզ պետք է մենակ 25 ամառ ստեղ լինի հերիքա։ 114 ավտոբուս տրանսպորտի ժամանակ։ Նույն խնդրին բախվել է։ Անպայման քանի անգամ բացվել է։ Շատ աբլեցվել, նույն հարցը հայլ դրվել է։ Ու երբևիցե ձեր խնդրին որևէ լուծում չեն տվել։ Չէ, ոչ մի զորը չեն տվել, այն անգամ էլ ասեցին 114-ի մոմենտով էլ դաժե կռիվներ եղավ, Իարդանակը հարեցին, ահագին հարցեր բացվավ։ Իր ամենաճիշտ վարիանտը մերը 25 ամառից տեղ աշտելն է, որտեղ այդքան ուսանողներ ունենք։ 4-500 հոգի ուսանող ունենք ստեղից դուրս գալացող, չհաշված մնացած դեսու են աշտողները։ Ստորագրի հավաքին մասնակցել եք։ Այո։ Ինչ ակնկալիքներ, սպասելիքներ։ Անհայտ է, ոչ ոնց էլ չի մանում։ Բայց ինչ եք մտածում, ձեր խնդրին լուծում կտան, թե ոչ։ Պետքա որ տան էլի։ Պետքա որ տան։ Եթե չտան էլ նույն վարիանտն անել, նույն պաստանը ասֆալտները փակելու են, շոշերը փակելու են։ Պատրաստ եք կրկին։ Անպայման, բոլոր գյուղն է պատրաստ։ Ճիշտ է, ներկայդրության ոնց որ ասա ժողովուրդը հիմա բան են, բայց բոլորն էլ պատրաստ են։ Մինչև անգամ ուսանող երեխեքն են դուրս գալու։ Դպրոցի երեխեքն են, որ եթե այսպես շարունակվի, երեխաներին վաղը չեն ուղարկի դպրոց։ Անպայման, ու այդտենց էլ լինելու է։ Անպայման, այդտենց էլ լինելու է։ Իսկ ինչ կասեք այն մասին, որ Երևանի տրանսպորտն էին թանկացնում, այդ ժամանակ եղան բազմաթիվ բողոքի ակցիաներ եւ այլն եւ այլն։ Հիմա այս ամենը որ լինում է, նորից պետք է բոլորը համախմբվեն։ Անպայման համախմբվեն։ Գյուղի բնակիչները։ Գյուղի մարդիկ հավաքվեն ու տարբեր գյուղերից էլ հավաքվեն, արդեն նշի որ մենաստեղի գյուղի մարդիկ հավաքվեն, քասակներ հավաքվի, պրոշաներ, մոտիկ կարգի գյուղերն էլ բոլորը հավաքվեն։ Ինչ եք կարծում, վաղը կառավարությունից ինչ պատասխան կտան։ Պետք է որ նորմալ արդյունք տան էլ երևի ժողովրդին։ Գնալու եք դուք կառավարություն։ Դե հիմնականում 4 հոգի են կանչել։ Անհայտ է լի մեթալը թե չէ չեմ անեմ, բայց գիտեմ որ բան կլինի։ Այդ 4 հոգին էլ կբավարարի։ Քանակը մեզ ոնց որ ասած ներկայդրության քանակը պետք է, մեզ պետք է որակը։ Եթե որակով մարդիկ գնան այնտեղ ամեն ձևի հարցերը դնեն, լուծեն, չէ, այստեղ ժողովուրդը պատրաստ է, նոր դուրս կգա նորից դուրս գան իրանց նույն ձևի ճանապարհը կփակեն։ Այսօր երբ ճանապարհը փակ էր, բազմաթիվ ոստիկանական ուժեր էին բերել, այդ թվում նաև կարմիր բերետավորներ։ Ըստ ձեզ ինչու են օրինակ կարմիր բերետավորներին բերել։ Չեմ կարող կոնկրետ ասել, բայց բերել են որ ճանապարհ բացելու համար։ Ժողովուրդն էլ մի անգամ սա բոլորն էլ կանգնավ չթողեցի։ Չբացվեց։ Ճիշտ է, ինքը երևի աշտարակի ճանապարհը տրասը փակեցին։ Եղվարդի ճանապարհով գնացին կեսնել այս Սասունիկի 4-րդ գյուղ գնացող ճանապարհով գնացին, բայց էլի կարևոր որ տրասը փակվեց։ Կարևոր որ տրասը փակվեց։ Այլ ընտրանքային ճանապարհներն են փակվելու հետագայում։ Դե որ այդպես փակվի անպայման։ Եթե որ ձևի գնաց պարտադիր կփակվի, չի մնա։ Դեր անազգայուն կասեք որ։ Դավթյան Հակոբ Զավենի։ Պրոշյանի բնակ։ Այո, Պրոշյանի բնակիչ եմ։ 65 տարի Պրոշյանում եմ ապրում արդեն։ Դեռ ավելին։